Բարև ձեզ, եթերում Մամուլի հաղորդաշարի հերթական թողարկումն է եւ այսօր մենք կզրուցենք երևի լրատվամիջոցներում կենտրոնական տեղ զբաղեցնող մի թեմայի մասին, դա Սիրիայում եւ Սիրիայի շուրջ տեղի ունեցող իրադարձություններն են եւ իմ այսօրվա զրուցակիցներն են քաղաքական վերլուծաբան Անուշ Սետրակյանը եւ լրագրող Թաթուլ Հակոբյան։ Առաջին հարցը Անուշին, այն որ Ռուսաստանը այսօր խորապես մասնակցում է այդ իրադարձություններում Սիրիայում, ինչպես կարելի է բնութագրել, դա նշանակում է, որ Ռուսաստանը այսօր առաջնային տեղերում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, թե դա նշանակում է, որ Սիրիան եւ իսլամական պետության տարածքը դարձել են ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հակամարտության հերթական թաթերաբեմ։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանը այժմ այնպես միանգամից շատ հատու միջամտում է Սիրիայի կարգավորման ճակերտավոր գործընթացին, հենց այն պատճառով, որ հիմա բոլոր լրատվական news making գործակալություններում հնչի այս ձևով ձևակերպված հարցը։ Դա նշանակում է արդյոք, որ Սիրիան դարձել է մենք չենք կատարում Ռուսաստանի պատվերը, որովհետև եթե դուք տալիս եք այսպես նորություն սարքելու առիթ, իսկ Սիրիայի այդպես շեշտակի ռմբակոծությունը դա նորություն սարքելու, լուրջ նորություն սարքելու առիթ է, բնական է, որ լրատվական գործակալությունները չեն կարող չարձագանքել դրան, բայց ուրիշ բան է, որ երբ որ մենք խոսում ենք այդ պատերազմի մասին, ընդհանրապես ինձ թվում է իբրև լրագրողել պարոն Հակոբյանը չի առարկի, որ սա եղած ռուսաբանման տեսանկյունից ամենահակասական ամենավոչ թափանցիկ, ամենաանհասկանալի պատերազմն է, քանի որ Արևելքը ունի իր սպეციფիկան, եւ այ հենց վերջին լուրը, որ ես նայել եմ, ինչպես ասեմ ձեզ, ամենաճիշտ, ամենապարզ, ամենահստակ լեզվով գրող ամերիկյան առաջնորդողներից մեկից, դա New York Times-ից է, որտեղ այսպիսի մի բան կար, որ հայտնի չի թե Ռուսաստանը ում է ռմբակոծում, այսինքն Ռուսաստանը ասում է, որ հայտնի չէ ամերիկացիները ում են ռմբակոծում, ամերիկացիները ասում են, որ հայտնի չի թե Ռուսաստանը ում է ռմբակոծում, խմբավորումների այնպիսի առատություն կա, նրանք պատկանում են այնքան տարբեր կրոնական, քաղաքական, ցեղային շահերին եւ օսակներին, որ արդյունքում Ռուսաստանի միջամտությունը ակնհայտորեն տեղավորվում է մի շրջանակում։ Ռուսաստանը մտել է Սիրիա երբեք ոչ Ասադին օգնելու համար եւ ես դա կապացուցեմ, երբեք նույնիսկ ոչ իր նավթային շավերը սպասարկելու համար, որովհետեւ ասել, որ այդ բոլոր խժդժությունների դեպքում նավթը կբարձրանա, երբ որ մի թևի վրա կա Սաուդյան Արաբիա, որի նավթի ինքնարժեքը $5 է, բնական է այդ պարագայում որևէ այդ խժդժություն նավթի գինը չի բարձրացրել, Ռուսաստանը տեսնելով, որ ինքը կորցնում է եւ պարտվում է Ուկրաինայում, ավելի ճիշտ պարտվել է Ուկրաինայում եւ մնալու է հիբրիդային պատերազմի շրջանակներում, այժմ ուզում է մնալ համաշխարհային թատերաբեմի խոսվող, գործող գործոնների շրջանակներում, թեկուզ այդ ձևով։ Կարելի է ասել, որ Ռուսաստանը առաջնորդում է այսօր իսլամական պետության դեմ Տեսեք, ասում եմ, այս վերջին մյուս հոդվածը, որ ես նայել եմ արդեն Al Jazeera-ում, իրենք ասում են, որ այդ Խայմ կամ Հայմ չեմ կարողանում ճիշտ արտասանել, որտեղ իրենք իրատեսակ էին արտասանում, վիդեոնյութերի ժամանակ իրենք ասում են, որ ամերիկացիները խնդրում են, որպեսզի Ալ-Քաիդայի, Իսլամական Հանրապետության այդ տերորիստական կազմակերպության կետերին Ռուսաստանը խփի։ Իրականում Ռուսաստանը խփում է ավելի չափավոր, ավելի միջանկյալ խմբերի հենակետերին, ոչ թե որովհետև ինքը ընտրում է այդ հենակետերը, այլ որովհետև Ռուսաստանին մեկ է թե որտեղ խփի։ Եվ որ ասում են, որ զոհվել են խաղաղ բնակիչներ, այո, բնականաբար, որովհետև Ռուսաստանը ոչ թե առաջնորդում է Իսլամական Հանրապետության դեմ պատերազմը, ես նույնիսկ վստահ եմ, որ այս ստատուս քվոյի ժամանակ ինքը մի ձեռքով խաղում էր Ասադի, մյուս ձեռքով այդ տերորիստական խմբավորումների հետ, եւ զենքի վաճառքի, եւ տարբեր ռազմական օգնության պարագայում։ Նա ուղղակի հակառակ Բևերի իրավունքով մտել է Սիրիա, այսինքն եթե ամերիկացիները մտել են Սիրիա, ինքը մտնելու է Սիրիա։ Եթե ամերիկացիները մտել են Ուկրաինա, ինքը մտնելու է Ուկրաինա։ Դա պսևդո բալանս է, քաղաքական պսևդո բալանս, գերտերությունների հավասարությունը ապահովելու մարմաճով։ Դա իմ կարծիքն է։ Հայաստանի արևելագետները ամեն դեպքում շատերը Հայաստանի արևելագետներից պնդում են, որ չափավոր անդիմություն հասկացությունը Սիրիայում գոյություն չունի։
դուք հաստատ եղել եք Սիրիայում, Թաթու, եւ ինչ կարծիք եք Այո, շատ բազմաթիվ անգամ եմ եղել եւ ես այստեղ մի քանի բան պիտի ասեմ, որը շատ կարեւոր է, նայեք, երբ որ ասվում է, որ Ռուսաստանը չի խփում իսլամական պետությանը, այլ խփում է օրինակ Հոմս եւ համաշրջանում, չէ՞։ Ես երևի 10 անգամ գոնե անցել եմ Հոմսով եւ Համայով եւ դրանք ստրատեգիական կարևորագույն նշանակություն ունեցող տարածքներ են։ Տեսեք, այսօրվա վիճակով նու կարող եմ մի 5%-ի սխալ ասեմ, որտեվ այնտեղ ստատուս քոն անընդհատ փոխվում է, բայց մոտավորապես ճիշտ կասեմ, ուրեմն տեսեք, Սիրիայի տարածքի 70%-ը չի վերահսկում Ասադը։ Բայց այդ 30% տարածքի վրա, որտեղ ինքը վերահսկում է, ապրում է բնակչության ավելի քան 80%-ը։ Եվ այս իմաստով իր համար չափազանց կարևոր նշանակություն ունի Դամասկոս, Հոմս, Համա, Հալեբ այդ գիծը, որը կապում է մայրաքաղաքը երկրի ամենախոշոր քաղաքի։ Բայց այնտեղ 500% վերահսկողություն չունի։ Բայց հիմնականում ունի։ Հալեպում օրինակ հիմնականում ունի, Հալեպը բայց ամեն դեպքում ունի, այո։ Եվ այդ գծի վրա շատ կարևոր գիծ է, որը Հալեպը կապում է ամենամեծ քաղաքն է դեպ Հալեպը, մայրաքաղաք Դամասկոսի հետ, եւ պլյուս այդ ճանապարհը մեկը տանում է դեպի Լիբանան, իհարկե այլ ճանապարհ էլ կա Դամասկոսից Լիբանան, եւ կապում է Ալավիստանի հետ, այսինքն ծովափնյա հատվածի հետ, որտեղ բնակվում են այն 15% փոքրամասնությունը, որը իշխում է երկրում։ Հետևաբար, այնքան էլ ես համաձայն չեմ, որ ասում են պատահական է խփում, որ տեղը չգիտի։ Ես կարծում եմ, որ որոշակի կոորդինացում կա բնականաբար Ասադի զինվորականների, Ասադի, այսպես հրամանատարների եւ ռուսների միջև։ Եվ այն խփում են այնտեղ, որ ցանկալի է Ասադի համար այս պահին։ Ես համոզված եմ, որ ընդհանրապես Ասադին չի էլ հետաքրքրում, որ ասենք ռմբահարվի Ռաքքան իսլամական պետության այսպես կոչված մայրաքաղաքը, որովհետև դե թող մի քիչ էլ Իրանը չլինի, ինչպես քրդերի դեպքում եղավ, չէ՞։ Քրդերին ինչ արեց, ասեց դուք մի միջամտեք, մենք ձեզ բան չենք անի, նույնն էլ իմ տպավորությամբ այս վիճակն է։ Այնպես որ ես այդքան էլ համաձայն չեմ այդ արևմտյան մամուլում եւ փորձագիտական շրջանակներում այդ ծաղրանքի աստիճանի հասնող այդ բաներին, որ գիտեք ինչ կա, ռուսները խփում են ու սխալ են խփում, ճիշտ տեղը չեն խփում, դուք խփեիք, դուք կոալիցիայի մեջ եք, չէ՞, քանի երկրով ուզում եք իսլամական պետության դեմն անեք, դուք արեք։ Եվ ի վերջո մենք պետք է հասկանանք, որ սա պայմանավորվածություն է եղել Սիրիա մտնելու, այսինքն միայն թայմինգին, երբ որ նայում ենք ժամանակացույցին, երբ մտան Սիրիա, երբ որ տեղի ունեցավ Պուտինի այցը Նյու Յորք եւ այնտեղ որոշակի պայմանավորվածություններ եղան, պարոն Քերին հայտարարեց, որ գիտեք ինչ կա, հիմա այս պահին մենք այլևս չենք պահանջում Ասադի հրաժարական, այո պահանջում ենք, բայց հենց այս պահին։ Այսինքն տեղի էր ունեցել որոշակի համադրում, որոշակի գործողություններ։ Մյուս կողմից ես չեմ կարծում, որ ռուսները շատ երկար ժամանակ մնալու են Սիրիայում, որովհետև դա կարող է իրենց համար շատ թանկ նստել, դա կարող է լինել երկրորդ Աֆղանստան։ Մենք դեռ անդրադառնանք երևի այդ զարգացումներին, բայց ես կուզենամ մենք մի փոքր շեղվենք նեղ խնդրի ուղղությամբ, Հայաստանի միշտ հետաքրել է ինչ կատարում է Սիրիայում։ Բնական է։ Մոտիկ է եւ մենք ունենք մեծ հայկական համայնք, ինչ հեռանկարներ ունի հայը Սիրիայում, կախված նրանից թե ինչպիսի զարգացումներ կլինեն։ Նայեք, շատ նախ ասենք, որ Սիրիահայ համայնքը համարվում է մայրգաղութ, որովհետև այնտեղից են ճյուղավորվել, այնտեղից են հայերը տարածվել աշխարհի տարբեր անկյուններում եւ այսպես միանշանակ կարծիք չկա եւ այդ հարցն էլ ինչ որ իմաստով արհեստական է, ինչ անենք Սիրիահայերին։ Ես մի քանի շերտեր նշեմ, որպեսզի պատկերացնեն մեզ դիտողները, թե ինչ է նշանակում ապրել Հալեպում։ Մի հատված կա, որը իրականում չի կարող դուրս գալ, որտեղ ինքը չի տեսնում իր ապագան այլ տեղ, որտեղ ինքը մտածում է ավելի լավ է պատերազմի այս պայմաններում ապրեմ, իմ տունն ունեմ գոնե, դե ինչ կլինի։ Այսինքն իր համար Սիրիան իր հայրենիքն է, այսպես ասեմ։
Ճիշտ է, հայրենիքը Հայաստանն է, բայց իր պետությունն է, որտեղ ինքը ծնվել մեծացել է։ Մի հատված կա, որը ոչ մի կերպ չի հեռանա այնտեղից, որտեղ նրանց տղաները ծառայում են սիրիական բանակում, ու որ հայրն ու մայրը կթողեն իրենց երեխաներին բանակում եւ կհեռանան, եւ դա քիչ չեն այդ հատվածը։ Կա մի հատված, որը, այսպես ասեմ, ինչ որ նեղ հարանվանական կամ կուսակցական կամ միութենական մարդիկ են, որոնք նույնպես չեն ուզում հեռանալ։ Այսինքն հարց դնել, թե ինչ անենք, հանում ենք, չենք հանում, այս հարցը շատ սխալ հարց է։ Այսպես հարցը երբեք չպիտի դնել։ Պետք է Ես չեմ ասում հանենք թե չհանենք, ինչ հեռանկարներ։ Հեռանկարը շատ անորոշ է, կարող է շատ տխուր լինել, որովհետև մենք չգիտենք, թե ինչքան է դեռ շարունակվելու սիրիական պատերազմը, ինչպես ինչ ստատուս նոր ստատուս քվո է ստեղծվելու, դրա համար հարցին սա այն հարցն է, որ յուրաքանչյուր հայ մարդ, յուրաքանչյուր հալեպահայ ինքը պետք է ինդիվիդուալ որոշում կայացնի։ Մնում է թե չի մնում, ուր է գնում, եւ այս սկզբունքով էլ աշխատանքները շարունակվում են։ Եվ նաեւ մեկ բան եմ ուզում ավելացնել, պարոն Ավասարդյան, երբ որ հնչում են տեսակետներ, որ պետք է հայերին անմիջապես հանել, դա սիրիական պետության մոտ վարչակարգի մոտ շատ վատ ռեակցիա է առաջանում, ոնց եք ուզում անել, ուր եք տանում, ինչի եք տանում։ Այս հարցերում էլ կարծում եմ պետք է բավականին զգույշ լինել եւ բավականին ճիշտ աշխատել։ Այդ առումով կարելի է ասել, որ հայ համայնքի ճակատագիրը ինչ որտեղ ինդիկատոր է, թե ինչ է սպասում Սիրիային, ինչպիսի զարգացումներ այնտեղ կարող է լինել։ Ես չեմ կարող ասել, որտեղ հայ համայնքի ճակատագրերը դիտարկելիս ընդհանրապես Փյուրքում, սփռված Փյուրքում միշտ նկատել եմ մի հետաքրքիր օրինաչափություն։ Այ բոլոր այլ, այսպես ասած, համայնքները, որոնք գալիս են արաբական, մուսուլմանական երկրներից, նրանք որպես կանոն սպասարկում են ոչ այնքան կոնսերվատիվ պետության պահպանողական կուսակցությունների շահերը, ոչ թե օֆիցիալ իշխանության, այլ ավելի շատ ընդդիմության, հեղափոխական մասերի, որտեղ այդ համայնքը հեշտությամբ չի ձուլվում եւ դրա համար փնտրում է առավել մոդեռն, առավել լիբերալ պետության ղեկավար։ Իսկ Հայաստանի համայնքը ինքը շատ լավ միշտ համակերպվում է պետության ցանկացած քաղաքականության հետ, դա մեր համայնքի առանձնահատկությունն է, ճկուն ընդունել խաղի կանոնները, ձուլվել այդ երկրի օրենսդրական պետական կարգի լինի դա ժողովրդավարությունը։ Դա բոլոր փոքրամասնությունները, ազգային փոքրամասնությունները։ Չեմ կարծում, որտեղ մենք գիտենք, ասենք թե ինչպես են դրան ասենք, օրինակ նույն արաբական համայնքը ինչպես է արձագանքում պահպանողական միջոցառումներին։ Հայերը դրա դեմ չեն ընդվզում, եւ դա է պատճառը, որ այո, մեր համայնքը շատ կանոնակարգված է, շատ լավ ինտեգրված է։ Հայ համայնքի հետ 3 բան պետք է բացառել։ Առաջին խաղակարգ դարձնել այն գեոպոլիտիկ խաղերում, որ բազմիցս փորձեր եղան։ Դա այնպես է սահմանային բոլոր համայնքների ճակատագիրը շատ վատ կներեք սցենարների հնարավորություն է տալիս։ Օրինակ Ջավախքահայությանը բազմիցս փորձել են հրահարել եւ այդ Վրաստանի սահմանի վրա ստեղծել ինչ որ մի բան խժդժություն, որը կարող էր Հայաստանի համար շատ վատ վերջանալ։ Նույնը սիրիական համայնքի հետ, երբ որ ասում են, որ պետք է անհապաղ տեղափոխել, պետք է բերել Հայաստան, ապահովել ամեն ինչով, նախ Հայաստանը խնդիր ունի իր քաղաքացուն, պետությունը իր մենեջմենթը այնքան վատն է, որ իր քաղաքացուն ապահովելու խնդիր ունի։ Նա կարող է Սիրիայից վերաբնակեցված մարդուն տալ նույնքան, ինչքան իր քաղաքացուն, ավելին նա չի կարող տալ, իսկ որպես կանոն վերաբնակին տալիս են ավելի քիչ։ Ասենք, չես կարող ասել, նույնիսկ շատ ապահով Գերմանիան տալիս է իր միջին աշխատավարձի մոտ 1/3 մասը, դա նորմալ է, դա բնական է, նպաստը այդքան պիտի լինի։ Եվ բնական է, որ Հայաստանի պարագայում դա ավելի քիչ է։ Ուրիշ բան է, որ հայ համայնքի ճակատագիրը դա ինդիկատոր կլինի մեզ հայերից համար։ Տեսեք, մենք ունենում ենք, ասենք, Ռուսաստանի գործոնը եւ ասում ենք ինչ է լինելու այն հայ համայնքի վիճակը, որը աշխատում է Ռուսաստանում, ասենք գնացել է արտագնա աշխատանքի։ Մենք հետո խոսում ենք Սիրիայի մասին եւ ասում եթե մենք խոսում ենք, ասենք Ասադի դեմ, այստեղ քաղաքական ինչ որ քիչ տարեր, ինչ է լինելու սիրիահայության վիճակը
այնտեղ չնայած Հայաստանը այստեղ դժվար թե գործոն լինի, բայց չգիտես ինչու, որևէ մեկը չի մտածում, թե ինչ է լինելու Թուրքիայում ապրող հայ համայնքի վիճակը, երբ որ այստեղ Թուրքիայի դրոշը վառում են։ Այստեղ այդպիսի նյուանսներ կան, որ նույն սիրիական համայնքն էլ դա բացառություն չի, եւ հետո սիրիական համայնքը ինքը ես շատ լավ ծանոթ եմ սիրիական համայնքի գործառույթին, ոչ թե որտեվ եղել եմ Սիրիայում, Սիրիան անհազվագյուտ երկրներից է, որ չեմ եղել, բայց մենք ունենք բարեկամներ, այդպես է եղել, որ Սիրիայում մենք, ասենք, ունենք ամուսնացած եւ այլ մարդիկ, մենք գիտենք, որ Սիրիայում հայ համայնքը անվերապահ հիմնականում ուզում է ապրել այնպես, ինչպես նախկինում, բայց այնպես, ինչպես նախկինում, այլևս չի ստացվի, որտեվ փոփոխվել է աշխարհաքաղաքական իրադրությունը, այլևս անդառնալիորեն փոփոխվել է։ Իդեպ ես չգիտեմ արևմտյան լուսաբանումը որքանով է հավաստի կամ ոչ հավաստի, բայց ներկա պահին արևմտյան բոլոր դիվանագետները մեկ մարդու նման, որոնք հանդիպել են ռուսական դիվանագետների հետ, տալիս են, ինչպես ասում են, ինֆորմացիոննի սլիվ, եւ ասում են, որ ռուս բոլոր պաշտոնյաները հետապնդում են Ռուսաստանի շահերը Սիրիայում, բայց բնավ շահագրգռված չեն Ասադի իշխանության պահպանման։ Այսինքն դա արդեն ակնհայտ է, որ այն բոլոր առևտուրները, որոնք գնում են սիրիական հարցի շուրջը, Ասադի խաղաքարտը դուրս են հանել, ինչքան էլ մենք հիմա խոսենք, թե ինչքան են վերահսկում է, թե չի վերահսկում, որքանով նա կարող է այդ բանը պահել իր ձեռքին, նույնիսկ մեր հայկական մամուլում եւ ռուսական մամուլում շատ սրտաճմլիկ հոդվածներ են հայտնվում, առ այն, որ Ասադի կինը չի կրում այդ իսլամական գլխաշորը դեմքին, որ նա շատ կիրթ եւ դաստիարակված ստոմատոլոգ է, այդ բոլոր բաների իհարկե շարժված, միտված են դա, ինչ որ մի մեսիջ է ուղղված առավել կիրթ, առավել արևմտյան ստանդարտ ունեցող հանրությանը, բայց դա չի կարող օգնել մի պարզ պատճառով, որ գեոպոլիտիկ շահերը այլևս անհատների շահեր չեն։ Ինձ թվում է, որ Ռուսաստանի համար էլ դա կլիներ լավագույն ընտրությունը, որը ինքը չպահծի։ Չեզոքություն պահպանել ինքը կախված է նրանից, թե ինչպիսի սցենարներ, ինչպիսի զարգացումներ տեղի կունենան։ Այսօր համաշխարհային մամուլում 3 հիմնական սցենարներ են, քննարկվում, եթե ռուսական մամուլը համարենք համաշխարհային մամուլի մի մաս, նաև, որ Ասադը պահպանում է իր դիրքերը, Ասադը պարտվում է, կամ Ասադը շարունակում է վերահսկել Սիրիայի մի փոքր մաս իր աղավի փոքրամասնությամբ։ Այդ 3 սցենարների դեպքում որն ենք մենք վերցնում որպես հիմնականը, որպեսզի չեզոքություն պահպանենք։ Ես այսպես եթերում ինձ համար պատասխանատվություն եմ վերցնում ասելու, Ասադը չի պահպանելու իր դիրքերը։ Գուցե լինի ինչ-որ միջանկյալ կառավարություն, գուցե լինի ինչ-որ համաձայնեցված մի այդպես միջանկյալ խմբավորում, Ասադի հարցը այլևս լուծված է, որովհետև այնտեղ կան ներքին հոսանքներ, Ասադի եւ Պուտինի ներքին տնտեսական, գործնական եւ քաղաքական սիմբիոզը Ասադի կերպարի պահպանման հարցը բացառում է եւ ես կարծում եմ, որ ռուսները կզոհաբերեն Ասադին այնպես ինչպես դա եղավ Սերբիայում, դուք գիտեք, որ գրեթե եթե ուշադիր նայենք, ինձ թվում է նույն սցենարն է, ղեկավարին սկզբում աջակցել, հրահրել, օգնել։ Նույն սցենարն է, բայց տարբեր Ռուսաստաններ կարծում։ Դե ես չգիտեմ, այս անգամվա Ռուսաստանը ինձ թվում է առավել քիչ ժողովրդավարական է եւ առավել շատ ագրեսիվ, այսինքն ուրեմն սցենարը կլինի ավելի ողբալի։ Ձեր կարծիքը չեզոքության մասին։ Նայեք, նախապես մինչև չեզոքությունը անդրադառնալ, պարոն Նավասարդյան, ուրեմն 2011-ին, 12-ին, որ արդեն թեժացավ, 2011-ին սկսեց, որոշ վերլուծաբաններ գրում են, որ Ասադը 2 օրվա, 2 շաբաթվա, 2 ամսվա, բայց պարզվեց, որ մարդը բավականին դիմացավ։ Իհարկե դա արժեցավ 250,000 մարդու կյանք, բայց փաստը նաև որ մնում է իշխանության։ Ես կարծում եմ, որ արևելքում տեղի են ունենում իրոք փոփոխություններ, նոր քարտեզ է գծվում եւ Սիրիայի համար էլ ենթադրաբար նոր քարտեզ կգծվի եւ ըստ այդ քարտեզի կգծվի, դուք ապագայի մասին եք, չէ՞, որովհետեւ կարծես թե հիմա հստակ պլան չկա։ Այո, հիմա հստակ պլան չկա, բայց հավանաբար նոր քարտեզ կլինի, ինչպես ասենք Իրաքի համար է, որը նույնպես կարծեք թե չեն ընդունում, բայց ակնհայտ է, որ Իրաքը նախկին ձևով այլևս չի լինի, ինչպես որ էր Սադամի ժամանակ առնվազն 3 մասի է բաժանվում։ Տարածքային առումով նկատի ունեմ։ Ինչ վերաբերում է հայերի չեզոքությանը, շատ դժվար է, հայերը պետք է շատ ուշադիր լինեն եւ
պետք է փորձեն հնարավորինս էլի չեզոքությունը պահպանել։ Ասենք իմ համար անընդունելի է օրինակ, երբ որ վերջի դեպքն ասեմ, այդ մասին նաև հոդված գրեցի, երբ որ ասենք Հայաստանի մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի թիվ 1 դիվանագետը գնում է Սիրիա եւ նրանից առաջ կամ հետո գնում է խորհրդարանական պատվիրակություն եւ այդ ամենը այսպես եմ դեմոնստրատիվ կերպով ցույց են տալիս այդ ամենը։ Ես հասկանում եմ, որ եւ արտգործնախարարը եւ մեր խորհրդարանականները մտահոգված են սիրիահայության ճակատագրով, դրա համար գնում են եւ հանդիպում են Ասադի հետ, բայց դա չպետք է վերածել դեմոնստրատիվ ինչ-որ բանի ցույց տալու համար, որ մենք Սիրիայի կողքին ենք։ Դա էլ չպիտի անել, որտեղ մենք չգիտենք, թե ինչ սցենար է սպասվում, բայց մյուս կողմից կա մի բան պատմական ասեմ, թե ինչ բառ ասեմ, որը թույլ չի տալիս, որ Հայաստանին ընդհանրապես հայ ժողովրդին չեզոք ակնոցով նայել այս իրադարձություններին։ Դա այն է, որ մենք տրադիցիոն Սիրիայի եւ նրա ղեկավարության հանդեպ ունենք համակրանք այն պարզ պատճառով, որ նրանք մեզ տեղ են տվել հայոց ցեղասպանությունից հետո։ Հասկանում եմ, նույն ղեկավարությունը չեն, իհարկե նույնը չեն։ Պլյուս դրան Ասադների հետ կապված Ասադը այն մարդն էր, հայր Ասադը, որը ամենածանր ժամանակներում մենք չգիտես ինչու անընդհատ հիշում ենք թուրքական հացը, որի համար մենք վճարեցինք, բայց մոռանում ենք նշել, որ Ասադը այն մարդն էր, հայր Ասադը, որը Հայաստանին նվիրեց 12 օրվա հաց, 6000 տոննա հաց, եւ 92 թվականին, այո, եւ նաեւ մի շատ կարեւոր բան հայությունը եւ դրա հետ ես լիովին համաձայն եմ, 100% համաձայն եմ, հայերը սուննիական երկրում գրեթե ապագա չեն ունենալու։ Ես գրեթե բացառում եմ, որ հայերը սուննիական երկրում կարող են փոքր չափերով մնան, բայց այն ինչ որ իրենք ունեին շիական երկրում, ենթադրում եմ, որ դուք նկատի ունեք ստեղծված առճակատման պայմանները, հա, եթե չլիներ այսօրվա առճակատումը, ապա այդքան սուր չէր դրվի հարցը։ Այո, եւ ասեմ ձեզ, իրենք այնպես չի էլի, որ սիրիահայերը այդպես հիացած են Ասադով, նրա հորով, այդպես չի, բայց նրանք տեսնում են, որ դա չարյաց փոքրագույնն է։ Նրանք տեսնում են, որ այն որ կարող է գալ իշխանության, նրանք կարող են շատ ավելի դաժան լինել, եւ արդեն մի քանի ինդիկատորներ կան։ Տերզորի եկեղեցին նրանք ավիրեցին դեմոնստրատիվ կերպով, Ռաքքայի կաթոլիկ հայ եկեղեցին նրանք դարձրեցին իսլամական կենտրոն եւ պղծեցին։ Այսինքն այսպիսի բաներ կա պատմական, որ թույլ չի տալիս մեզ ավելի ռացիոնալ մտածելու եւ ես կարծում եմ, որ դա նաեւ տրամաբանական է, որ այդպես մտածենք։ Անուշ, պաստորեն այդպիսի զարգացում է այսօր տեղի ունենում, որ երկու ճակատ է ձևավորվում այս տարածաշրջանում, մի կողմից դա Ռուսաստանն է, Հեզբոլլան, Իրանը, Իրաքը, այս նկատի ունեմ Բաղդադը, որոշ չափով նաև շիական առանցք, այսպես ասենք, նաև քրդական տարբեր խմբավորումները։ Ռուսաստանում խոսում են, որ քրդերը իրենց եղբայրներն են, արդեն մյուս կողմից սուննիական աշխարհն է, եւ այդ սուննիական տարբեր խմբավորումների միջև այսօրվա հակասությունները կարծես թե հաղթահարվելու են, եթե ձևավորվում է իրենց դեմ նույնպես միասնական ճակատ, այն էլ Ռուսաստանի մասնակցությամբ։ Եվ նորից են վերադառնում չեզոքության խնդրին։ Ինչպես է այս պայմաններում չեզոքության պահպանման հնարավորությունը եւ թե դուք համարում եք, որ այդքան կարճ է տևելու Ռուսաստանի միջամտությունը, որ այդ երկու ճակատները այդպես հստակ չեն ձևավորվելու։ Եթե դժվար չի, ես երկու վերապահում արագ ասեմ։ Վերապահում համարում եք քավլիթի, թող հանկարծ մեկ ինձ չկասկածի, նրա մեջ որ իսլամական ռադիկալիզմը ինչ որ մի սոուսի տակ կարող է ինձ համար ընդունելի լինել, որովհետև դա ինձ համար միանշանակ խոշորագույն մարտահրավեր է եւ քաղաքակրթությունների բախման լուրջ գործոն, որը պետք է անպայման լուծվի։ Այդ հարցը հիմա համարում եմ ես գլոբալ վտանգներից ամենագլոբալը։ Բայց ես ուղղակի այդ հարցի լուծման եւ հանգուցալուծման ձևերին եմ դեմ, որովհետեւ այդ ճակատների ձևավորումը
այդ ռմբակոծումները ասում են այո, չէ, դա օբյեկտիվ իրականություն է, բայց տեսեք Թաթուլը ասաց ինչու հայկական խորհրդարանական պատվիրակությունը գնաց իբր թե պաշտպանելու հայերի շահերը, ասեմ ձեզ Թաթուլ, որ ոչ միայն բարեկամական Սիրիայում, այլ բազմաթիվ բարեկամական այլ տեղեր հայերը ունեն խնդիրներ, որ եւ անverջ պետք է պաշտպանել, օգնել, Երևալ գաղթօջախներում։ Չգիտես ինչու, մենք երևում ենք այն տեղերում, այսպես մեր օֆիցիալ պատվիրակությունները, որոնք Ռուսաստանի անմիջական թիրախավորման ներքո են։ Դա որոշ ժամանակ դա Վրաստանն էր, հիմա Սիրիան է, եւ մենք պետք է հասկանանք, որ մեր գուցե պատվիրակություններն են այնքան անկախ պատվիրակություններ չեն եւ սեփական կամքով չէ, որ մտահոգվում են իրենց համայնքների ճակատագրով։ Դա իբրև վարկած դնենք մի կողմ։ Ինչ վերաբերվում է չեզոքության մասին, նախ եկեք խոսենք Հայաստանի անձնական ոչ չեզոք լինելու հնարավորության մասին։ Ես ուղղակի ուզում եմ հասկանալ, թե մեր ոչ չեզոքության սահմանները որտեղ են սկսվում եւ որտեղ են վերջանում։ Ես վախենում եմ, որ մենք ընդհանրապես այդ սահմանը չունենք։ Մենք ընդհանրապես այդ սահմանը չունենք, մենք չենք կարող, ասենք, վարել այն աստիճան ինքնուրույն քաղաքականություն, որի զորու լինենք չեզոք կամ ոչ չեզոք, ինչու մենք կարող ենք առավելագույնս ապաստան տալ մեր հայրենակիցներին։ Ինձ թվում է մեր ոչ չեզոքության սահմանը այդտեղ վերջանում է եւ որևէ մեկը մեզ չի կարող հույս ունեմ արգելել, որ այդ ապաստան չտանք կամ կարող է, որտեղ ես չեմ էլ բացառում նման հրահանգի հնչեցումը։ Ճակատները ձևավորվել են, այո։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանը այդ սիրիական հաղթաքարի տակ կքաշի զորքերը Դոնբասից, ինչպես ակնհայտորեն քաշում է եւ դա արդեն երևում է եւ դա երևում է ամենավերջին կետը դա ռուսական քարոզչական միջոցներ են։ Եթե առաջին ագրեսիվ շատ եւ շատ ռադիկալ ալիքը ասում են, որ բարեբախտաբար Մինսկի այդ պայմանավորվածությունները պահպանվում են, տեխնիկան հետ է նահանջում, այնտեղ ընտրությունները չեն լինելու եւ այլ, մենք հասկանում ենք, որ այդ սիրիական քարտի հակակարտը աշխատում է։ Նշանակում է Ռուսաստանին գործելու որոշակի ազատություն կտան այդ տարածքում, նշանակում է իհարկե, որ դա չի վերջանա իսլամական պետության հաղթանակով, որովհետև այնուամենայնիվ արևմտյան կոալիցիան հայտարարել է, չէ՞, միասնական ճակատ ունենալու մասին, իսկ այդպիսի դա այն պատասխանատու հայտարարությունն է, որից ուղղակի ժողովրդավարական երկրները չեն կարող հետ կանգնել, էլի դա այնուամենայնիվ արևմտյան քաղաքակրթությունը եւ դրա համար հաշիվ են պահանջելու, այսինքն խոստումը դրժելու համար հաշիվ են պահանջելու։ Ուրիշ բան է, որ իսլամական պետության ոչնչացման հետ զուգահեռ ոչնչացվելու է նաեւ Ասադի իշխանությունը, ասում եմ, ստեղծվելու է միջանկյալ ինչ որ մարմին եւ ինչքան շուտ ստեղծվի այնքան լավ, ինչ որ մի ղեկավարում, ինչ որ մի այսպես ավելի չափավոր, ոչ թե ընդդիմություն, չափավոր ընդդիմության մասին խոսք լինել չի կարող։ Չափավոր ինչ որ մարդկանց բավարի կոմպրոմիսային, ինչպես ասում են, временное правительство։ Կողմերը ունակ են, ձեր կարծիքով դրան։ Կողմերը ունակ են, որովհետեւ կողմերը, գիտեք ոնց է, կողմերը անսպառ հոգնել են գերտերությունների միջամտությունից իրենց կյանքին, որովհետև հա, երբ որ նայեք այդ իրանց ալիքները, երբ որ կարդակ հոդվածների տակ, չէ, սիրիական այն փախստականները, որոնք ավարտել են արևմուտքում եւ այլն, իրենք կանում են այդ կոմենտները, որոնք շատ ավելի գուցե արժեքավոր են, քան արևմտյան կամ ռուսական վերլուծաբանների անալիզը։ Այսինքն մարդիկ խոսում են, որ ժամանակն է, որ երկուսն էլ մի կողմ քաշվեն, թողնեն, որ գա ինչ-որ միջանկյալ կառույց։ Եվ դա է Սիրիայի հարցի լուծումը, բայց ինչքան շարունակվի համառել է, ես կարծում եմ, որ Ռուսաստանի այս կոալիցիան որոշակի առումով համառել է, վերջին նորություններով էլ չգիտեմ, տեղյակ եք թե չէ, Թուրքիան էլ արգելել է եւ զգուշացրել է, որ ռուսական զինուժը թռիչք չի կարող կայացնել իր օդային տարածքով, դեռ ավելին ավելացրել է հետեւյալ շատ սպառնալի մի ֆրազ, որ տհաճ նախադեպերից եւ միջադեպերից խուսափելու համար, ոնց որ այս մի հատը թողեցինք, իսկ այլ երկրորդը չենք թողնելու։ Ադրբեջանը կա։ Հա, չէ, եւ բայց թող Ադրբեջանը լինի։ Հասկանում եք, թող Ադրբեջանը դառնա քաղաքական պարիա, թող Ադրբեջանը դառնա այն պետությունը, որը խախտում է միջազգային քաղաքականության նորմերը։ Շատ ավելի ցանկալի է։ Մենք պետք է վախենանք նրանից, որ մենք չդառնանք այնօթային տարածքը։ Այո։ Մերոնց մասին, այո, հենց մերոնց մասին, հա։ Գիտեք ոնց է, մենք փաստորեն ներկա պահին ասում եմ ինքնուրույն քաղաքականության շատ քիչ հնարավորություններ ունենք։
դա եւ Ղրիմի քվեարկությունն է, որ փաստարկեց դա եւ Ջավախքի հարցում բազմաթիվ այսպես էկիվոկներն են, որ անընդհատ եղան։ Մենք պետք է հասկանանք, որ որոշակի բաներ կան, որ աններելի է եւ հնարավոր չի դա անել։ Բայց եւս մի խնդիր, որ երևի մտահոգում է մեր հեռուստադիտողներին, ամեն դեպքում նույնիսկ եթե ենթադրենք, որ փողզիջումը հնարավոր է եւ խաղաղավարտ կունենա այս արտակատումը ամեն դեպքում, բայց մինչեւ այդ մենք կանցնենք դեր սրացման մի քանի փուլեր ըստ երևույթի, եւ այդ առումով արդյոք մեր հոգսերը կսահմանափակվեն ապաստան տրամադրելու անհրաժեշտությամբ, թե մենք սահմանների հետ էլ կարող ենք խնդիր ունենալ։ Այդ դրա համար ինչքան է չէ կարևորվում Ղարաբաղի հարցը հենց այդ համատեքստում, որովհետև մենք պետք է հասկանանք, որ այդ գեոպոլիտիկ կոնֆլիկտը, որի մեջ մենք ներքաշված ենք մի քանի պլանով։ Մենք ներքաշված ենք այդ գեոպոլիտիկ կոնֆլիկտի մեջ իբրև ՀԱՊԿ-ի անդամ։ Մենք ներքաշված ենք իբրև ԵՏՄ-ի անդամ, որ կարող ենք ներքաշված չլինել։ Մենք ներքաշված ենք սփյուռքահայության մասով, որը պես մեծ քանակով ներկայացված է։ Մենք ներքաշված ենք նաև մեր աշխարհակահաղական դիրքով հաշվի առնելով ինչքան մոտ է այդ հիմնական օջախը։ Քանի գնում մեզ մոտենում է, ես այնուամենայնիվ չեմ ուզում ճիշտ է, ասում Մակիավելին ասում էր, որ ամենամեծ վտանգավոր բանը դա չեզոքությունն է, բայց ես այնուամենայնիվ գտնում եմ, որ հիմա ուղղակի ինչքան հնարավոր է մեր մասին պետքա մոռանան այդ գեոպոլիտիկ բոլոր կենտրոնները, ինչքան հնարավոր է Հայաստանը պետք է պահպանի ոչ թե չեզոք լռությունը, այլ ուղղակի զգուշավոր եւ վախվորած չմիջամտելը, որովհետեւ երկու ստեքել դա շատ, ասում եմ, դա շատ ինձ դուր չեկող, ինձ դուր չի գալիս, որովհետեւ բոլոր պատերազմները որպես կանոն տրանսպարանտ են։ Իրենք ջրի վրա են, իրենք երևում են։ Այնտեղ դու հասկանում ես, արևմտյան քաղաքակրթություններում վարվող պատերազմները մեր մենտալիտետի միջով բեկվում են եւ շատ հասկանալի է մեզ դառնում։ Արևելքում, երբ որ, ասենք, քեզ կարդում ես, չես հասկանում, թե ինչ կրոնական տարբերություն կա այդ երկու խմբավորման մեջ, որ իրենք իրար սպանում են, բայց իրենց համար ինչ որ մի բան կա, որ իրենք այդ հողի վրա ցեղային շահերի, փողային շահերի, նավթային ռեսուրսների դա շատ խճճված, ինչպես ասում են Վաստոկ ձելը տոնկը, շատ խճճված, շատ անհասկանալի պատերազմն է, որը համատեղ զգուշավոր լուսաբանվում է երկու կողմերից էլ։ Թե ամերիկյան, թե բրիտանական, թե ֆրանսիական աղբյուրները, թե ռուսական աղբյուրները, այն որ ասում խոսում են կիսատ ֆրազներով եւ ակնարկներով։ Դա երկու բան է փաստում։ Այդ պատերազմը իրենց համար մինչեւ վերջ པարզ չի իրենց էքսպերտային աչքին, դա մի գործոն է։ Իսկ երկրորդ նրանք վախենում են հնարավոր ելքերից եւ դրա համար որևէ առիթ չեն տալիս ինչ որ մի պայթուցիկ հերթական բանի։ Օրինակ Ուկրաինայի ռուսաբանման լեզուն այնքան པարզ է երկու կողմից, այնքան բացատրելի, այնքան հասկանալի է։ Սիրիական պատերազմի լեզուն པարզ չի։ Թաթուլ, ձեր կարծիքը Հայաստանի արդեն ոչ թե հայ համայնքի Սիրիայի, այլ Հայաստանի անվտանգության հետ կապված հետևանքները այս ամեն ինչի։ Նայեք, ես կարծում եմ, որ այնուամենայնիվ Հայաստան այն պետությունը չէ, որը կարող է ավելի ներգրավվել սիրիական իրադարձությունների մեջ։ Ես չեմ համարում իր ցանկությամբ չի կարող։ Հա, հասկանում եմ, ես չեմ կարծում այնուամենայնիվ, որ հնարավոր է, որ ռուսները մեզ տանեն դեպի այդ կոնֆլիկտ, այսինքն մեզ էլ ներգրավեն, հետևաբար ես չեմ կարծում, որ Հայաստանին այստեղ լուրջ սպառնալիքներ կարող են լինել։ Իսկ եթե մոտենա կոնֆլիկտը մեր սահմաններին։ Ինչպես պիտի մոտենա մեր սահմաններին կոնֆլիկտը։ Դե թուրքական դժվար է։ Թուրքական տարածքով ես գրեթե բացառում եմ, որ հնարավոր կլինի նման մոտեցումը։ Դա կարող է մոտենալ ինչ որ իմաստով։ Նայեք, այս մտահոգությունները ես հիշում եմ կար դեռևս 2002-3 թվականներին էին քննարկում, երբ որ Հայաստանի ազգային ժողովում քննարկվում էր Իրաք ավելի ուշ 2004-ին, հա, զորքեր խաղաղապահ գումարտակ ուղարկելու եւ այն ժամանակ էին հնչում, որ տերորիզմը կգա նաեւ հայկական հող Հայաստան կգա, բարեբախտաբար չեկավ, մենք շատ ճիշտ արեցինք, որ մասնակցեցինք այդ
միջոցառումներին, այդ խաղապահգործունեությանը, այնպես էլ այստեղ ես չեմ կարծում, որ Հայաստանի ներգրավվածությունը այդպիսի չափերի կարող է հասնել, որ ինքը տերորիզմը գա մեր սահմաններ։ Սրա մասին կարող եմ մտածել ավելի շատ Ադրբեջանը, որովհետև Ադրբեջանը մենք պետք է հասկանանք, որ արդեն հարյուրավոր զոհեր է տվել սիրիական պատերազմում, ընդ որում երկու կողմերից էլ։ Այսինքն այնպես չի, որ մենակ եւ կռվում են Ասադի կողմից եւ նրանք եւ արդեն դատավարություններ են տեղի ունեցել Ադրբեջանում։ Քաղաքացիների ինքը արդեն իսկ ներքաշված է։ Արդեն իսկ ներքաշված է։ Հայաստանի դեպքում սա չկա։ Մի պահ եղավ, երբ որ քեսաբում դեպքեր եղան, ասվեց, որ ջոկատ գնաց իբր այնտեղ, դա ջոկատ էր, թե 1-2 մարդեր սա թողնենք մի կողմ, այնուամենայնիվ լուրջ բան տեղի չունեցավ։ Այնպես որ ես չեմ կարծում, որ Հայաստանի նման սպառնալիք կա այս պահի դրությամբ։ Հայաստանը պետք է հնարավորինս չեզոքություն պահպանի այս խնդրում եւ Հայաստանը այն երկիրը չէ, որը կարող է խոցվել սիրիական այս զարգացումների արդյունքում։ Եվս մեկ, թեկուզ դա կհնչի ոչ շատ լուրջ, բայց հնարավոր սպառնալիք։ Ի վերջո այնտեղ 2,500-ից մինչև 3,000 Ռուսաստանի քաղաքացիներ են նաև մասնակցում կոնֆլիկտին, եւ արդեն ինֆորմացիա կա, որ 500-ից 600 արդեն վերադարձել են հիմնականում Հյուսիսային Կովկաս, Կենտրոնական Ասիան առայժմ թողնենք մի կողմ։ Եվ հաշվի առնելով, որ բավականին թափանցիկ են մեր սահմանները կապված Ռուսաստանի հետ, այնտեղից չեք ակնկալում որևէ փորձ։ Ես հասկանում եմ, այսինքն դուք պարոն Ավարսյան, դուք ուզում եք ասել, որ հնարավոր չի, որ այդ տերորիստները ոչ միայն տերակտեր ահաբեկչական գործողություններ են Ռուսաստանի տարածքում, այլ գալու նաև մեր տարածքում։ Ուղղակի ուզում եմ հասկանալ ինչու պիտի Հայաստանում անեն։ Որտեղ ամբողջ տարածաշրջանը իրենց հետաքրում է։ Դե այդ տրամաբան հնարավոր է, ամեն ինչ հնարավոր է, բայց ես համարում եմ, որ շատ քիչ հավանական է, այնքան քիչ հավանական է, որ պետք է հանգիստ լինել, բայց նաև համապատասխան մեր ծառայությունները շատ պետք է զգուշ լինեն։ Միշտ էլ նման բան կարող է լինել։ Այդ սկզբունքով մենք կարող ենք ասել, որ Ղարաբաղյան պատերազմից հետո մենք պետք է ներքաշվեինք ներքին այնպիսի տերորների ալիքի մեջ, որովհետև մենք, այսպես ասենք, հաջողություն ունեցանք Ղարաբաղում, մեծ հաջողություն ունեցանք, որ շատերը չէին էլ սպասի, բայց փաստորեն դրանից հետո որևիցե խմբավորում մահմեդական, ադրբեջանական, ինչ բառ ուզում ենք ասենք, Հայաստանի տարածքում չիրականացվեց որևէ անհատներ, չեչեններ, բաներ, որոնք եկել էին կռվելու, կային դրանք ժամանակավոր երևույթ էին, իրենց հետաքրությունը բավականին արագ ցնդեց։ Հայաստանի հետ կապված այդ երևույթները այնուամենայնիվ Հայաստանի տարածք չմտան եւ սահմանափակվում էին միայն բաներ պայթեցնելով գազատարներ, մենք հիշում ենք քանի անգամ, երկաթգիծ, խրամի այդ կամուրջը հայտնի եւ պայթեցվեց, ինչպես նաեւ երկու անգամ 94 եւ 95 թվականներին կարծում եմ չեմ սխալվում, Բագրատաշենի շուկայում տեղի ունեցավ պայթյուն եւ տասնյակ մարդիկ սպանվեցին եւ դա կապ էին տեսնում Ղարաբաղի հետ։ Մնացած դեպքերում ես չեմ պատկերացնում ինչի պետք է ասենք չեչեն ահաբեկիչը թողնի ռուսական շենքը եւ գա ահաբեկչական գործողություն իրականացնել Հայաստանի տարածքում։ Շատ հակիրճ խնդրում եմ նույն հարցին պատասխանեք։ Մենք փորձեցինք 40 րոպեվա ընթացքում ահագին լուրջ բաներ քննարկել, ինչքանով ընդհանրապես Հայաստանի լրատվամիջոցները ըստ ձեզ մեր հանրությանը տեղեկացնում են, իրազեկում են ինչ է կատարվում ամբողջ խորությամբ։ Սիրիական իրադարձությունների նկատի ունեն։ Հիմնականում, այսպես ասեմ, ռետրասլյացիայի ձևով են տալիս եւ այստեղ երկու դիրքավորում եմ ես նկատում։ Մի դիրքավորումը արևմտյան ուղղությունն է, որը ուղղակիորեն կրկնում է։ Աղբյուրներից է կախված դա։ Դա կախված է ընկալումից, աշխարհայացքից, հիմնականում դրանից է կախված։ Անուններ չտամ, բայց կան հիմա այնպես բանը սրտաճմլիկ ձևով էին ներկայացնում, որ այդ ռուսական բաների լրատվամիջոցներից մեկը, որ ռուսները ռմբահարել եւ այնտեղ երեխեք են սպանվել։ Եղբայր ամերիկացիների ընդհանրապես բոլոր ռմբարումների պատճառով հազարավոր տասնյակ երեխաներ են սպանում, այն ժամանակ չէիք մտահոգվում։ Եվ իհարկե կա մի տրադիցիոն ուղղություն, որը Այս իմ նշած ուղղությունը մի քիչ մարգինալ է։ Բավարարում են այդ երկու ուղղությունները։ Չեմ բավարարում, որովհետև հիմնական օբյեկտիվ պատկերը չեն տալիս։ Ես կարծում եմ, որ ընդհանրապես մի արևելագետ լրագրող կամ թեկուզ էքսպերտ պետք է հանդես գա ինչքան որ հնարավոր է այն տեղեկատվությամբ հայերեն լեզվով, հենց լրագրողների համար։
թե ինչ խմբավորումներ են կենտրոնացած Սիրիայում։ Ամեն մեկը, ասենք, այդ տարածքում ինչի համար է կռվում, որին կարելի է համարել ծայրահեղ, որտեղ միայն Ալ-Քաիդա գիտեն եւ ոչ, դա չկա, դա մամուլում չի լուսաբանվում ակնհայտորեն։ Բլոգերական հատվածում կա երկու ստեղ հիացմունք, բոլորը հիանում են, որ Ռուսաստանը մտել է Սիրիա, ոչ մեկը չի կարողանում քննարկել այդ նպատակահարմարությունը, դա էլ երկու, եւ երրորդը մի բան կա այդ Սիրիայի այսպես լուսաբանման հարցում, որ դա միշտ կապվում է Հայաստանի իշխանությունների քաղաքականության հետ, իսկ թվում է հենց դա մի հարցն է, որոնց այնպես չի կարող կապվել Հայաստանի իշխանությունների վարած եւ որևէ քաղաքականության հետ։ Շնորհակալություն, ուրեմն կոչ անենք, ակնկալենք, որպեսզի մեր գործընկերները հայաստանյան լրատվամիջոցներում ավելի գիտակից լուրջ վերաբերմունք ունենան լուսաբանելիս այս խնդիրը, քանի որ ինչպես մենք համոզվեցինք մեր զրույցի ընթացքում, այն այնքան էլ հեռու չի մեզանից։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։